Շարունակվում է առավոտ լուսով վիքենդը սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է ներկայացնենք այսօրվա մեր հյուրերին, բայց մինչ այդ պետք է նշենք, որ այս տարին հոբելյանական է Գյումրու թատրոնի համար, որովհետեւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 160 տարեկան է։ Թատրոնի պատմությունը սկսվում է 1865 թվականից։ Ալեքսանդրապոլում թատերական կյանքը սկզբնավորվել է ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք Հայկազյանցի նախաձեռնությամբ։ Իսկ Շուշանիկ պատմական ողբերգությունն էլ առաջին բեմադրությունն էր, որը ազդարարեց քաղաքի թատերական կյանքի սկիզբը։ Այս տարիների ընթացքում բեմադրվել ու հանդիսատեսի դատին են հանձնվել հարյուրավոր ներկայացումներ։ Թատրոնի ներկայի, անցյալի ու իհարկե ապագայի պլանների մասին այսօր պատմելու են շատ սիրելի մեր գործընկերները, որոնք ժամանել են Գյումրիից եւ այսպես մեր տաղավարում են թատրոնի դերասաններ Ադելինա Հարությունյանը եւ Արսեն Սաղաթելյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Առավոտը ինչպես էր Գյումրիում։ Ցուրտ։ Ինչպես միշտ։ Ինչպես միշտ ցուրտ։ Դուք ինչու եք եկել Երևան։ Խոսենք մի փոքր այդ թեմայի մասին, գիտենք, որ հյուրախաղերով եք եկել իհարկե։ Անցած շաբաթը հագեցած։ Գիտեմ այսօր նկատի ունեք, ասեք դուք եք հրավիրել։ Աղ եկալ։ Ինչպես հյուրախաղերի մասին կարծում եմ Ադելինան խոսի։ Հյուրախաղերի մասին խոսենք, ինչպես անցավ, ինչպիսի տպավորություններով եք։ Ինչպես արդեն նշվեց 160-ամյակի շրջանակներում Գյումրու թատրոնը 3 օրյա հյուրախաղերով գտնվում էր մայրաքաղաքում, ներկայացվեց 3 մեր թատրոնի լավագույն ներկայացումներից, չնայած կարելի ասել բոլորն են լավագույն, մի քիչ հպարտանանք։ Բայց 3 օրյա հյուրախաղերից հետո բուռն արձագանքներ, հանդիսատեսի ջերմ ընդունելություն, ինչը վկայում է Գյումրու դրամատիկական թատրոնի գոյության ու պատմության մասին։ Իսկապես շատ սպասված էին այդ ներկայացումները, որովհետև եթե կան ներկայացումներ, որոնք հարմար են բոլոր բեմահարթակներում ներկայացնելու համար, ապա օրինակ երկրորդ ներկայացումը Իշխանուհին, որը վերջին պրեմիերաներից լավագույններից մեկն է, բավականին բարդ է նաև տեխնիկական առումով։ Քանի որ 3 ներկայացում էր, 3 տարբեր թատրոններ էր ընտրված։ Ինչպես էին ընտրվել թատրոնները եւ արդյոք հանդիսատեսը 3 ներկայացումների էլ տարբեր էր։ Ինչ թվում է 3 թատրոնները ընտրվել են հենց ներկայացումների սպეციფիկ դեկորացիաներից դուրս գալով։ Արտիստիկ համերգը ռուսական թատրոնում ներկայացվեց, ճիշտ է, մեր բեմի համեմատ ավելի փոքր էր, բայց կարելի էր համատեղել եւ գործիքները, նվագախմբի եւ դերասաններին։ Ինկած Բերդի Իշխանուհին միայն կարող ենք Սունդուկյանում խաղալ, ուրիշ թատրոնում չենք կարող խաղալ, թատրոնի էջում անընդհատ նշվում է եկեք համեցեք Վանաձոր, համեցեք Սպիտակ, համեցեք Կապան, բայց չենք կարող, միայն Գյումրի ու Երևան, իսկ Բոհեմը փոքրիկ ներկայացում է, կարելի է ցանկացած բեմի տեղավորել, այս պարագայում համազգային թատրոնը որպես նոր թատրոն Երևանում ու նաև գործընկերային ու ընկերական մեծ կապերի արդյունքում ընտրեցինք համազգային թատրոնը, մեր համար էլ շատ հաճելի էր նոր բեմու ելույթ ունենալ։ Այ հետաքրքիր է իմանալ ինչպիսի տարբերություն կա Երևանի եւ Գյումրու հանդիսատեսի միջև։ Հարցին կպատասխանի Արսենը Սաղաթելյան։ Շնորհակալություն Արսեն Սաղաթելյան։ Իրականում մեզ համար ես հասկանում եմ, որ շատ դեպքերում հատկապես երևանյան արտիստները, երբ գալիս են Գյումրի հյուրախաղերի, միշտ շեշտում են, նշում են եւ խոսում են այն մասին, որ առանձնահատուկ քննություն է իրենց համար Գյումրու հանդիսատեսի արչև խաղալը։ Ես իհարկե համաձայն եմ այդ կարծիքի հետ, որ Գյումրու հանդիսատեսը շատ նրբանկատ է, շատ պահանջկոտ է, բայց միևնույն ժամանակ չի կարելի թերագնահատել երևանյան հանդիսատեսին։ Ամեն դեպքում պիտի շատ անկեղծ լինեմ, Երևանը համարվում է մեր հայրենիքի մայրաքաղաքը, մեր մայրաքաղաքը եւ ինձ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ներկայացում, որը մենք խաղում ենք Գյումրիում, ընդունվի, սիրվի նաև մեր հարազատ մայրաքաղաքում։ Եվ եթե մայրաքաղաքում սիրվում է, եթե մայրաքաղաքում կարողանում են գնահատել եւ հասկանալ ներկայացումը, ուրեմն կարելի է վստահորեն համարել ստացված։ Բայց առաջի փորձությունը միևնույն է անցնում են միանշանակ։ Մենք ամեն դեպքում մեր ներկայացումները առաջինը հանձնում ենք գյումրեցի հանդիսատեսի դատին։ Այ կարող ենք նաև համեմատել հայաստանյան հանդիսատեսին Սփյուռքի հանդիսատեսի հետ, որովհետև բացի նրանից, որ տարին հոբելյանական է եւ բազմաթիվ նոր ուղղություններ են սպասվում հյուրախաղերի տեսքով, նախկինում էլ թատրոնը հնարավորություն է ունեցել տարբեր երկրներում հայ համայնքին եւ ոչ միայն ներկայացնելու իրենց պատմությունները ներկայացումների տեսքով։ Ինչպիսին է հանդիսատեսը դրսում։ Սփյուռքի հանդիսատեսի հետ կապված ես իհարկե չեմ կարող այդպես շատ ընդհանրական կարծիքս հայտնել, որովհետև բնական է շատ երկրներում չեմ եղել եւ շատ երկրներում դեռ չենք հասցրել շրջագայել եւ հյուրախաղերով։ Դեռ ամենակարևորն է։ Դեռ, բնականաբար դեռ,
հյուրախաղերով հանդերձ գա։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան, Ղազախստան, ես թվարկում եմ բոլոր այն երկրները, որտեղ ես եմ հյուրախաղերով հանդես եկել։ Մի անգամից նշեմ, ինձ համար ամենաջերմ, ամենահարազատ, ամենատակ ընդունելությունը եղել է լիբանանյան հյուրախաղերի ժամանակ, հարգելի մանե, երևի դուք էլ կհիշեք, մենք միասին ենք եղել այդ հյուրախաղերին ներկայացումով։ Եվ գործընկերները մնացին ընկերներ։ Այո։ Այդ օրվանից հետո։ Այո, եւ հա, Առաջնորդագործենք ողջունենք շատ սիրելի ընկերներին։ Լիբանանյան ընկերներին, լիբանանահայ ընկերներին։ Ինձ համար ամենաջերմ իհարկե լիբանանյան հանդիսատեսներ, բայց միևնույն է, Սփյուռքի հանդիսատեսը անկախ նրանից դու ինչ որակի ներկայացում ես տանում, բնական է, մենք աշխատում ենք հնարավորինս պատշաճ կերպով հանդես գալ, բայց միևնույն է, ինչ ներկայացում ես տանում, ինչ որակի ես խաղում, շատ կարոտած են նրանք սպասում այդ ամեն ինչին, շատ փափագած ու միևնույն է, նրանց ծափարությունները, նրանց բրավոները խոսում են այն մասին, որ նրանք անհամբեր սպասել էին, թե երբ է Հայաստանից ինչ-որ ներկայացում կամ ինչ-որ արտիստ ժամանելու իրենց քաղաք, իրենց երկիր հյուրախաղերով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տեսնել եւ վայելել։ Արդյոք կան արդեն առաջիկայում պլանավորված հյուրախաղեր, դա կլինի Հայաստանում, այլ մարզերում, ոչ միայն մայրաքաղաքում, կամ գուցե սահմանները հատում ենք այս անգամ եւս։ Իհարկե միշտ նպատակը կա դուրս գալու, Հայաստանում շրջագայություններ հաճախակի ենք ունենում, տարվա սկզբից սկսել ենք տարբեր քաղաքներում ելույթ ունենալ, որովհետև քանի որ նաև զբաղվում եմ թատրոնի ադմինիստրատիվ ու մենեջեր գործունեությամբ, հիմնականում տարբեր քաղաքներից գրում են, հրավիրում են իրենց քաղաք հյուրախաղերի, որովհետև ամեն մեկը չէ որ հնարավորություն ունի գալ Գյումրի ու դիտել մեր ներկայացումները, իսկ Հայաստանում ինչ խոսք Գյումրու թատրոնը շատ են սիրում։ Տարբեր քաղաքներում արդեն նպատակադրված ենք, որ ունենալու ենք ներկայացումներ, մեկը արդեն հաստատված է նաև Եվրոպայում, դուրս ենք գալիս արտիստիկ համերգ ներկայացումով Բուլղարիա ենք մեկնելու, բայց սեպտեմբերից կունենանք նոր թատերաշրջանում կունենանք նաև ինչպես նոր ներկայացումներ, այնպես էլ նոր հյուրախաղեր, ճակերտները մի քիչ չբացենք, դեռ ամեն ինչ հաստատված չէ։ Մենք կսպասենք ձեզ մեր տաղավարում պաշտոնական նորությունները պատմելու համար, այսքանով ավարտվեց ելի հեռուստադիտողներ մեր հարցազրույցի պաշտոնական հատվածը եւ մենք սկսենք մի փոքր բացել կուլիսների վարակույրները մեր հեռուստադիտողների համար ու պատմենք ինչպիսին է Գյումրու դրամատիկական թատրոնի ներքին խոհանոցը։ Գյումրու դրամատիկական թատրոնի ներքին հեռուստադիտողների դու պատմիր։ Խայտարակություն։ Ապրես։ Հետո իրականում դա հումոր էր։ Մենք կուլիսներից ենք փորձում ձևավորել այդ մշակույթը, վերաբերմունքն առ թատրոն, վերաբերմունքն առ բեմ եւ վերաբերմունքն առ հանդիսատես։ Եվ այստեղից կարելի է ենթադրություն անել, որ այն ինչ կատարվում է Գյումրու դրամատիկական թատրոնի կուլիսներում, ես բառից բուն իմաստով եմ հասկացել էլի հարցը, խոսում եմ միայն շատ ջերմ հարաբերությունների, ընկերական հարաբերությունների, ընտանիք, իհարկե ճակերտավոր, բայց ամեն դեպքում ընտանիք կոչվածի մասին է խոսում եւ խոսում է այն անցած դպրոցի մասին, որտեղ այն բոլոր արտիստները, ովքեր ստեղծագործում են Գյումրու դրամատիկական թատրոնում, անցել են այդ դպրոցը եւ հետագայում արդեն մենք որպես նոր սերունդ սկսել ենք սովորել եւ մենք ինքներս անցնել այդ դպրոցը եւ համաձայն լինել այդ դպրոցի հետ։ Շնորհակալություն։ Այսպեսի մի միտք կա, չէ, ասում են չկա թատրոն, չկա ինտրիգ, չէ, կա թատրոն առանց ինտրիգ եւ դա մեր մոտ է։ Վստահաբար դա այդպես է, մինչև Արսենը պատմում էր փաստացի պատմելով ինչ է կատարվում իրականում կուլիսներում, ես հերթով հիշում էի կուլիսներում կանգնած բոլոր այն մարդկանց, որոնք երբեմն ավելի շատ էին հուզվում, քան դերասանը բեմում, երբեմն ավելի հոգատար էին, դերասանները փորձում են արագ հասնել օգնության դեկորը տեղափոխող վարպետներին, որպեսզի կարողանան ամեն ինչը ճիշտ ժամանակին հասցնել եւ որևէ մեկը հերվից կանգնած չի հետևում այդ գործընթացին, որովհետեւ թատրոնի մարդիկ են այդտեղ հավաքված, բայց զավեշտալի դեպքեր երբեմն լինում են նաև բարդ ներկայացումների ժամանակ։ Հաստատ եղել են։ Այս ամենավերջին թարմ զավեշտալի դեպքերից մեր Միքայելյան Արսենը, դերասան Մաուգլի, խաղում Ինկացբերդի իշխանուի մեջ խաղում ուրիշ շատ ներկայացումներ, բայց միշտ անընդհատ Ինկացբերդի իշխանուի ներկայացման ժամանակ, երբ որ ինքը անցնում է հենց գլխավոր դերակատար Ատոմ, իր հետ ինչ-որ մի բան կատարվելու է բեմում, Երևանում հյուրախաղերից մեկի ժամանակ
մի փոքր դեկորները հերու էի, Արսենը վերևից վազելով եկավ ու ինչև այս կրծքավանդակը ուղիղ են մեջտեղ։ Ու գիտեք, որ տեսարանն է, այնտեղ ներկայացման մեջ տեսարան կա, եղբայրը մահացած է, ինքը գալիս է բեմ, տեսնում է եղբոր դիակը ու խաղալով, ողբալով, այսպես ասած, մոտենալու է եղբոր դիակի։ Չմոտեցա։ Սեպու դապ։ Արսենը կա, Արսենը չկա։ Հոպ հայտնվեց։ Սեպու։ Նույն ներկայացման հաջորդ դրվագը Գյումրիում գինու բաժակը պետք է վերցնի, որ խմի ատոմը որպես այդպեսին վերցրեց գինու բաժակը ու 3 աստիճան այսպես գլորվելով ուղիղ գետնին բարձրացավ կանգնեց, տեսանելի է այդ ամեն ինչը, էլի չենք կարող որևէ մեկս փակեն, կանգնեց ու ասեց գինովցած է, քիչ Որ Արսենին ճանաչում ես ավելի ծիծաղելի է։ Իմպրովիզները միշտ հասնում են օգնության, իսկ եղել է դեպք հենց ձեր հետ, որ գործընկերները կարողացել են փակել այդ տեսարանը կամ խաղարկել ավելի գեղեցիկ դարձնելու համար, որ հանդիսատեսը հանկարծ չնկատի։ Ինչ որ մի բան բեմադրված չէր։ Մեր թատրոնում կա Հակոբ Պարոնյանի շողոքորթը ներկայացումը։ Ներկայացումը ամենասկզբից բեմադրվել է մի խոսքով շատ երկար-բարակ չպատմեմ, այդ տեսարանին, որտեղ Սուվայրյանը հարվածելու է ինձ, կարճ փոքրիկ 10-15 վայրկյանանոց տեսարան է։ Դե մի քանի տարի անցել է արդեն ներկայացումից, մենք խաղացել ենք ռեժիսոր այլևս այդքան չի հսկում ներկայացումը, մենք սկսել ենք մի քիչ չրիկանալ այդ տեսարանին։ Ուրեմն ես Սուվայրյան Հասմիկը գետնին ընկած է, ես Սուվայրյան Հասմիկի ոտներից բռնած սաղ բեմով իրեք կռուկ այդպես պտտում եմ Սուվայրյան Հասմիկին։ Մի օր էլ հարցրեց ու հետո դերասաններից մեկը գալիս է իբր մեզ բաժանում է եւ այլն դուրս են գալիս բեմից։ Մի օր էլ ասեցի, հա, անկեր Սուվայրյան, բայց ինչ խնդիր կա։ Ամեն դեպքում ինչ որ կարևոր գործ անում ենք, վերջը բեմն ենք մաքրում, ամենակարևորը կոնե։ Իսկ ձեր ամենասիրելի կերպար, այսպես ասեմ, կա։ Ձեր խաղացած կերպարներ։ Խաղացած ձեր կերտած դերերից ամենա։ Գիտեք, միանշանակ դա այդպես հավերժ չի կարող մնալ։ Ժամանակ առ ժամանակ ինձ համար փոխվում է։ Իհարկե, կար ժամանակ, երբ պարոն Հարությունյանի, Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած հարսանիք թիկունքում ներկայացման մեջ իմ մարմնավորած կերպարը Արմենը ինձ համար շատ սիրելի էր, շատ հարազատ էր դարձել, բայց բնական է անցնում են ժամանակներ, գալիս են նոր ներկայացումներ եւ գալիս են նոր տերեր, որոնց էլ ավելի շատ եմ սկսում սիրել, հետո ու այդպես շարունակ կար ժամանակ, երբ ունենք փոքր բեմին տունը սահմանին ներկայացում, որտեղ իմ մարմնավորած կերպարն էի շատ սիրում։ Բայց թույլ տուր ասել լավագույններից մեկը։ Շնորհակալ եմ։ Ես հասկացա դու ներկայացումը նկատի ունես, բայց ամեն Չէ, քո կերպարը։ Շնորհակալ եմ։ Ներկայացումն էլ իհարկե երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի ներկայացումն է, որի հյուրախաղերով նաև փառատոնին ներկայացվեց հայկական մշակույթը դրսում։ Այո, եւ վերջին շրջանում հիմա իմ ամենասիրելի կերպարը Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած 3 անով մի աղջիկ ներկայացման մեջ իմ մարմնավորած կերպարն է։ Շնորհակալություն։ Ադելինա։ Ադելինան մի քիչ ավելի քիչ է խաղում, քան Արսենը, քանի որ զբաղված եմ վարչական աշխատանքով հիմա ավելի շատ, բայց սիրում եմ խաղալ իմ գործընկերների հետ նամանավանդ Արսենի Սաղաթելյան, որովհետև ես էլ եմ սիրում իմպրովիզներ Մի անգամից հաջորդ հարցին պատասխանեց։ Ամենասիրելի խաղընկերները։ Ամենասիրելի խաղընկերներից է Արսեն Սաղաթելյան, որովհետև իմպրովիզներ սիրող դերասան, կաղապաներով չենք խաղում բեմում, կարողանում ենք հետաքրքիր սիտուացիաներ գտնել հենց դերասանների համար, բայց երևի վերջին շրջանում ինձ համար շատ հետաքրքիր էր Ինկաց Բերդի իշխանու մեջ փոքրիկ դեր էր, բայց շատ հաճելի էր ինձ համար մարմնավորել Իրինայի կերպարը։ Լավագույն ներկայացումներից երկուսի անունը հենց նոր տրվեց, որ կարելի է հետևել դրամատիկական թատրոնի Գյումրիի խաղացանկին, որպեսզի բաց չթողնեք։ Մենք էլ կպատմենք դրանց մասին, բայց ես ունեմ առաջարկ։ Քանի որ հավաքվել ենք գյումրեցիներով, սիրում ենք մեր բարբառը շատ։ Միկան էլ սիրում է Գյումրին եւ մեր բարբառը։ Ես առհասարակ բարբառները շատ եմ սիրում։ Այո։ Մեր բարբառներն եմ շատ սիրում։ Եվ հաճախ ենք պատմում նաև բարբառների մասին մեր եթերից, առաջարկում եմ հիմա ասել բառեր կամ նախադասություններ բարբառային այնպիսի, որպեսզի Միկան գուշակի։ Բայց դու ինձ կօգնես։ Կփորձեմ։ Աջակցեմ քեզ։ Դու ինձ կօգնես։ Այնպիսի բաներ ասեք, որ ես չկարողանամ Քար գուշակել։ կապ ընկնի եւ մնա։ Պապանձվեմ։ Ճիշտ հասկացա։ Գյումրու բարբառով հնչեցնում ենք բար կամ նախադասություն եւ հասկանանք Միկան գուշակում է թե ոչ։ Բայց մանրն էլ ինձ օգնելու է։ Բնականաբար Միկան չի գուշակելու։ 3-4 սկսե Արսեն ջան։
Հարգելի Միկա, ինձ ասեք ինչ է նշանակում բառ եմ ասում այս դեպքում ոչ նկատություն ցորցոփվել։ Ցորցոփվել։ Այստեղ արդեն գալիս է լոգիկան, մի րոպե, ցորցոփվել, տվայտվել, ինչ է, ցորցոփվել, լողանալ, հեծանիվ քշել, ինչ է։ Չէ։ Բայց մոտիկ է ինչ-որ բանի, Առաջի ցորցոփվել, բառն ինչ ասեցիք ներողություն։ տվայտվել, Չէ, հա։ այսինքն մոտ եմ, հա։ Տակ է։ Տվայտ ցորցոփվել, եկեք հրաժեշտ տակ։ Ցորցոփվիգը դեպի։ Ցորցոփվիգը։ Բան, մի րոպե, ուրախ չէ։ Ճիշտ է, գործողություն է դա։ Գործող դեպարս։ Բայց Ցորցոփվել։ Դե մի փոքր գոնե որ Դիմեք Լավ, մանեի ասա։ օգնությանը։ չէ, ասա։ Ես վստահ եմ, մանեն էլ չգիտի ինչ։ դու չգիտես, չէ՞։ Վստահ եմ։ Ցորցոփվել ասում։ Ցորցոփվել այդ գյումրեցիները հիմնականում երբ նկատի ունեն ասենք դիմացին ասում հարգելիս մի հատ թափ դուր քեզ, հա, մի հատ հավաքվի հələ թափ դուր։ Բայց այդ ցորցոփվել։ Ցորցոփվել, Բայց հավաքվի էլի։ մի հատ ցորցոփվի էլի։ Ցորցոփվելը հավաքվի, գյումրեցի Ավելի տատիկները դիպուկ հիմնականում բառ չգտա ուղղակի։ ասում են ցորցոփվի Կներեք, հələ։ էլի գյումրեցիներ։ Ցորցոփվեք։ Նա ցորցոփվի։ Ադելինա։ Ես Արսենի նման երևակայություն չունեմ, ես դասական հայկական Գյումրու բառերից մոտենամ, չամուր։ Չամուր։ Դիք մարդու տեսագիր է։ Չամուր, մարդ է։ Նայել մարդու Չամուր մարդ է։ Դե չամուրը հիմնական բառ ունի ինքը, ինչ է նշանակում չամուր։ Չամուր։ Այդ չամուր փողոց։ Պոկ գալ երևի, ճիշտ է։ Չէ։ Նա է, այսպես որ Գեդինը որ կեղդոտ չամրոտ փողոցներ։ Շիրակի մարզի բարբառը շատ է փոխառություններով, այնուամենայնիվ քյոստավասի։ Քյոս Ասեք, Քյոստավասի։ Քյոստավասի, ինչ քյոստավասի, հստակ, հավաս։ նա իրանից հետո ամեն բան դառնում է ավելի հստակ։ Ինչ որ կենցաղային է, Այո, կենցաղային։ կենցաղում շատ կարևոր առարկա, որը կա յուրաքանչյուրի տանը։ Մակրության հետ կապ ունի։ Այո, Հրաշալի, Միկա, հրաշալի։ Ավելի սավոք, հա, ինչ որ։ Ավելի Սավոք, ինչ էր քյոստավասի։ քյոստավասի։ Ավելի տարօրինակ բառակապակցություն կա, բայց վստահ եմ կգուշակես դա։ Ղազանım ղայֆա։ Իհարկե սա փոխառություն է։ Ես ընտրում եմ քյոստավասին։ Ավելի հեշտ է։ Ղայֆեմ դիր Ղազանով։ Ղայֆեն սուրճն է։ Ղազանով։ Սրճեպ երևի։ Հա, Ղազան աման։ Ապրես, մեծ աման։ Ես ասեմ, բայց կարող է իմանաք։ Փուրչուլուկ։ Փուրչուլուկը մի Վայ, դա րոպե։ գիտես, հաստատ գիտես։ Մանե, սպասի, թող տանջվի։ Փուրչուլուկը դա սնունդի հետ կապված է, ուտելիք հետ։ Քալամը կկդրտեն, փրճուլուկը կկդրտեն, վրեջուրը, աղը, աբրիս։ Գազարներ, գազարներ։ Միկա, իսկ ինչ կասես թարսլամա բառի մասին։ Թարսլամա։ Հա, սպես թարսլամը։ Ես Դե ավելացնեմ, արդեն թարսլամա չապալախ։ Թարսլամա ապտակ, հա։ Ապտակ, բայց այսպիսի ապտակ չէ, այսպիսի ապտակ։ Թարսլամեն ավելի լավ է։ Այո, Թարսլամա թարս գնաց։ 5 եղբայրները դեպի թարս։ Ես եւս մեկ բառ հիմա կառաջարկեմ, ինչ ասել է ղանջղ։ Դու մտածիր, իսկ մենք առաջարկում ենք սիրելի հեռուստադիտողներ հիմա ծանոթանալ մեր գործընկերներից մեկի պատրաստած տեսանյութին, որտեղ նա ներկայացնում է մեր հիասքանչ հայրենիքի եւս մեկ բարբառ։